Ինչպես արդեն տեղեկացրինք, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով բողոք է ներկայացվել մարդու իրավունքների եվրոպական դատարան թեմայի շուրջ կզրուցենք նաև Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, քո կարծիքով ինչ արժե սպասել այս հայցից։ Նախ ասեմ, որ կարծում եմ Ռուբեն Վարդանյանի փաստաբանների որոշումը ազգային ատյաններում վճիռը չբողոքարկելու ճիշտ էր, քանի որ դա պարզապես անիմաստ ժամկետի կորուստ էր, ըստ ընդունված կարգի մինչև 1.5 տարի ժամանակ կարող էր խլել այդ անիմաստ բանը, որի արդյունքը միանգամայն կանխատեսելի է։ Բայց ԵԽԽՎ-ում նույնպես բավական երկար է տևում նման հարցերի քննությունը, 1-ից մինչև 3 տարի կարող է տևել, եթե արագացված ընթացակարգով գործը չքննեն։ Թեև Ադրբեջանի ձայնի իրավունքը ԵԽԽՎ-ում սառեցված է եւ Ադրբեջանը բոյկոտում է նստաշրջանները, այնուամենայնիվ Ադրբեջանը մնում է Եվրախորհրդի լիիրավ անդամ։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը պարտավոր է կատարել մարդու իրավունքների եվրոպական դատարանների վճիռները։ Այսինքն, եթե լինի վճիռ, որը ապացուցի հաստատի, որ այդ ազգայնացյանի վճիռը անօրինական է, Ադրբեջանը ֆորմալ պարտավոր է այն կատարել։ Բայց Ադրբեջանը այն երկրների ցանկում է, որոնք ամենավատն են կատարում Եվրադատարանի որոշումները։ Եթե չեմ սխալվում, երկրորդ կամ երրորդ տեղում են չկատարելու ցուցանիշով։ Եվ եթե այդպիսի որոշում ԵԽԽՎ-ն կայացնի, բնական է, որ դա դեռ մեխանիկորեն չի նշանակի, որ Ադրբեջանը ազատ է արձակելու Ռուբեն Վարդանյանին։ Բայց այն իրավական հիմք կապահովի Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու, քաղաքական ճնշում բանեցնելու եւ դիվանագիտական պայմանավորվածությունների համար։ Այդ իմաստով այդ որոշումը, այդպիսի որոշումը չափազանց կարևոր նշանակություն կունենա։ Բաքվում այդ ամենը գիտակցում էին, դա է պատճառը, որ դեռ ամիսներ առաջ սկսել էին նախապատրաստվել այդ ամենին։ Սպառնում էին Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամների, հասցեին սպառնալիքներ էին հնչեցնում, նրա որդու Դավիթին էին սպառնում, արհեստականորեն ձգձգում էին փաստաբաններին, դատավճռի տեքստը չէին տրամադրում, առանց այդ տեքստի հնարավոր չէր բողոք ներկայացնել Ստրասբուրգ։ Բայց այն, ինչ արեց Ալիևը մեկ շաբաթ առաջ, թեև կարելի էր սպասել այդ քալին, համենայն դեպս այն չափազանց կոշտ էր։ Ալիևը հայտարարեց, որ պատրաստվում է ընդհանրապես դուրս գալ Եվրախորհրդից եւ ըստ էության Ստրասբուրգին վերջնագիր է ներկայացրել կամ Ադրբեջանի իրավունքները Եվրախորհրդում վերականգնվում են Բաքվի պայմաններով, այսինքն առանց որևէ նախապայմանի, Ադրբեջանից ներողություն են խնդրում լիազորությունները սառեցնելու համար, խոստովանում են իրենց սխալը, կամ Ադրբեջանը առանց որևէ քննարկումների դուրս է գալիս Եվրախորհրդից ընդմիշտ։ Ես վստահ եմ, որ Ալիևի այս ներկայացրած ըստ էության վերջնագիրը ուղղակիորեն կապված է Ռուբեն Վարդանյանի այս գործի հետ բողոքի հետ։ Դա փորձ է ճնշում գործադրելու Ստրասբուրգի վրա, ԵԽԽՎ-ի վրա, մարդու իրավունքների եվրոպական դատարանի վրա, որպիսի դատարանը չընդունի այս բողոքը քննության։ Բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ բողոքը կընդունվի եւ ընթաց կտրվի։ Թե իսկ ինչ վճիռ կկայացվի, դա արդեն բավական ժամանակատար process է եւ դեռ նաեւ քաղաքական process-ներից է կախված։ Իսկ մեր մյուս գերիները ինչու բողոք չեն ներկայացնում իդ։ Դժվար է ասել, բայց Ռուբեն Վարդանյանի գործի ընթացքը իրենց համար կարող է նախադեպ լինել եւ հետագայում, երբ արդեն կարող են կանխատեսել ինչ որոշում կկայացնի այդ վերաքննիչ դատարանը, բայց վերջնական որոշումից հետո արդեն նրանք եւս կկարողանան բողոքարկել այդ վճիռը Ստրասբուրգում։ Իսկ առայժմ մնացած մեր գերիների գործով շարունակում է իրենց վերաքննիչ բողոքի քննությունը եւ երեք կայացել էր հերթական նիստը, որում դատախազները ներկայացրել էին իրենց փաստարկները, հաստատում էին, որ դատարանը փայլուն է անցել եւ որևէ հիմք չկա կասկածի տակ դնելու կայացված վճիռները։ Բոլոր մեր ռազմագերիները հաստատում են, որ որևէ կետ իրենց ուղղված մեղադրանքի չեն ճանաչում օրինական եւ պահանջում են իրենց փաստաբանները նրանց անմեղ ճանաչել եւ ազատ արձակել։ Հաջորդ դատական նիստը կկայանա վաղը չէ մյուս օրը։ Շնորհակալություն, Արտյոմ։